Այդ ընթացքում մեզ մոտել են ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցել, սկսվել են ընդդիմադիրների, մասնավորապես դաշնակցականների ձերբակալություններ, մարզային կառույցների, պատասխանատուների, գրասենյակների խուզարկություններ։ Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սկսվել են լայնածավալ ձերբակալություններ, դրանք որակելով անհասկանալի եւ ապօրինի։ Թուրքիայում գտնվող կապիտուլյանտը իր արժեքը բարձրացնելու եւ թուրքերին դուր գալու համար ազգային ուժերի եկեղեցու դեմ ավելի նոր թափով պատրաստվում է պայքարել։ Տարբեր ձերբակալություններ են տեղի ունենում մարզերում, Երևանում, մեր կուսակցության մի շարք անդամների։ Այս պահին թիվը երևի 1/10-ի մոտ է։ Մարդկանց աշխատանքից, փողոցից, գրասենյակից բերման է ենթարկում։ Մի բան կարամ ասեմ, որ սենց քայլերով որևէ կերպ մեզ չեն կարող կաշկանդել մեր հետագա պայքարի։ Մոտ 2 ժամ առաջ է սկսել հավանաբար process-ը։ Այս պահին ունենք 40-ից ավել ձերբակալված անձ, կան նաև խուզարկություններ բնակարանների։ Մենք դա ամբողջը կապում ենք Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցելության հետ, հավանաբար այնտեղից այնպիսի լուրեր ենք ստանալու, որ ուզում են այստեղ դիմադրությունը կանխեն։ Մենք պատրաստվում ենք պայքարի նոր փուլ մտնելու, այսինքն իրենք գիտեն, որ մենք երբ ցանկանանք մոբիլիզացիա կարող ենք անել։